Բարև բոլորին սիրելիներս, ընկել ենք ճանապարհ, գնում ենք հանգստի, քանի որ մի քանի օրից Հայկոյից ծնունդն է, որոշեցինք գնալ հաղթում նշել ծննդյան օրը։ Անցյալ տարի եւս այս ժամանակ եղել ենք հաղթում, ինքը շատ սիրուն տեղ է, լեռներով տարածք է, իրականում մեր տարածքը, որտեղ որ մենք ապրում ենք, հարթավայր է, մենք էլ լեռնոտ երկրից ենք, մեզ ավելի դուր է գալիս լեռնային տարածքները, դրա համար ժամանակ առ ժամանակ գալիս ենք այստեղ, տարին գոնե մի անգամ այստեղ գալիս ենք ու լավ ժամանակ ենք անցկացնում։ Այս տարի նաև նկատեցինք, որ այստեղ անտառները ամբողջը փչացել է, տարեց տարի նկատում էինք, որ փչանում էր, դե այստեղի ծառերին հիվանդություն էր ընկել ու տարեց տարի շատանում էր, այս տարի տեսնենք, որ արդեն անտառներ չկա, ամբողջը դատարկ սարեր են կամ էլ չորացած ծառեր։ Մի խոսքով սիրելիներս քիչ մնաց հասնենք տեղ, մոռացա նշեմ, նորից գնում ենք նույն հյուրանոցը, Բղաունլագեի Հոհեգայս հյուրանոցն ենք գնում, Բղաունլագեն հաղցի մի հատված է, հաղցի ինքը մեծ տարածք է, որտեղ կան շատ քաղաքներ, նախորդ անգամ էլ եմ նշել, հաղցը դա քաղաք չի, դա ինչ որ հատված է, լեռնոտ հատված է, որտեղ գտնվում են շատ տարբեր մեծ ու փոքր քաղաքներ, այս անգամ գնում ենք մենք նորից նույն Հոհեգայսի հյուրանոցը։ Դե ինչ սիրելիներս, հասնեմ տեղ, այնտեղից նորից կմիանամ ձեզ։ Ահա հասել ենք տեղ, հիմա այստեղ գրանցվենք ու բարձրանանք մեր համար, ինչ մերոն կգրանցվեն, ես մի հատ ուսումնասիրեմ այստեղի տարածքը, որովհետև մի փոքր փոփոխություն կա։ Կաֆեն հավաքել են, խաղահրապարակ են պատրաստել, խաղալու տեղերը տարբեր, բիլիարդի տեղը կա, ոնց որ միշտ, այստեղ էլ Սուրբ Զատիկի անկյուն են ստեղծել։ Ահա հասել ենք մեր սենյակ, շատ մաքուր, շատ սիրուն սենյակ է, իրականում երբ որ մենք հյուրանոց ենք ամրագրում, անպայման ընտրում ենք այնպիսի սենյակ, որտեղ որ շուն արգելված է, շուն չէ միայն, այլ կենդանիներ, քանի որ ես ունեմ ալերգիա կենդանիներից, դրա համար այդպիսի սենյակներ ենք նախընտրում ու դրա համար միշտ մաքուր է լինում, այստեղ շուն չեն պահում, իսկ Գերմանիայում բոլորը երբ որ գնում են հանգստի, իրենց շներին իրենց հետ են տանում, այստեղ վերևից նկարում եմ մեր տարածքը, ինչպես մի շատ սիրուն է, այստեղ գոլֆի հատվածն է, մինի գոլֆի եւ խաղահրապարակը։ Այսպես իրերը բերել եմ, թողել եմ այստեղ, հիմա իջնում ենք ներքև, մերոնք ներքևն են ինձ են սպասում, գնանք գնումներից հետո չգիտեմ ուր կգնանք, գնումներն անենք գանք, բերենք այստեղ մի թեթև դասավորենք, երևի իրանք կիջնեն լողավազան կամ կգնանք քաղաք ման գալու, չգիտեմ։ Տեսնենք էլի, ուր որ գնանք, ինչպես գիտեք, միասին են գնալու։
Գնումներից վերադարձել ենք հյուրանոց, իրականում ես այդքան էլ չեմ սիրում գնումներ ցույց տալ, այդպես մի թեթև ցույց կտամ, թե ինչ ենք գնել, քանի որ հյուրանոցային գնումներ են, ոչ թե տան։ Խոսքով առաջիկա մի քանի օրվա համար գնումներ եմ արել, գնել եմ մածուն, կարտոֆիլ, ձուն, նրբերշիկ, պանիր, կրաբի ձողիկներ, կեչուպ, այսպես արագ պատրաստվող մակարոններ եմ գնել, չիփս, բեռլինա, ֆետա տեսակի պանիր, սոուս մակարոնի համար, սերուսքային պանիր եմ վերցրել, շոկոլադ, երշիկ և գնել եմ մի քանի տնտեսական իրեր, ամանի հեղուկ, գուբկա, անձեռոցիկ չոր, խոնավ անձեռոցիկ, մի խոսքով այդպիսի բաներ, հիմա արագ-արագ սրանք տեղավորեմ և պատրաստեմ Հայկոյի ու Գայանչիկի արագ պատրաստվող մակարոնները։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչպես պատրաստեցի այս մակարոնները, այնպես էլ թափեցի, որովհետև շատ վատ հոտ էր գալիս, հենց յուղի անդուր վատ հոտ էր գալիս, որ երեխեքը չհավանեցին, ոչ Գայանչիկը, ոչ Հայկոն չկերան։ Առաջին անգամ էի փորձարկում այս մակարոնները։ Մագի ֆիրմայի մակարոններն էր, բայց շատ վատներ, դուրներս չեկավ ու հաստատ էլ երկրորդ անգամ չեմ գնի սրանցից։ Այդպես սիրելիներս, մեզ մոտ արդեն երեկո է, հիմա գնում ենք լողավազան, իսկ ձեզ կմիանամ ավելի ուշ։ Բարի լույս բոլորին, սիրելիներս, մեզ մոտ նոր օր է բացվել, առավոտ շուտ է, երեխաները քնած են, ես ու ամուսինս որոշեցինք մի հատ սուրճ խմել բալկոնում, որպեսզի լիարժեք արթնանանք, այստեղ հեռատիտակ ենք բերել մեր հետ, հեռատիտակով ուսումնասիրում ենք այս ամբողջ տարածքը, շատ գեղեցիկ է, այս պահին շատ գեղեցիկ լուսաբաց է, լռություն է տիրում, միայն թռչուններն են ծլվելում, իսկ մենք էլ հեռատիտակով թռչուններին ենք ուսումնասիրում։ Այդպես սիրելիներս, դե մենք գնացինք սուրճը վայելելուն։ Արդեն բոլորը արթնացել են, հիմա նախաճաշում ենք, նախաճաշելուց հետո պետքա տանից դուրս գանք։ Քիչ առաջ ես ու ամուսինս բալկոնում սուրճ էինք խմում և պլանավորում էինք մեր օրը և որոշեցինք, որ պետք է գնանք այսօր Կախովի կամուրջ։ Ուրեմն ժողովուրդ ջան, նախաճաշելուց հետո հիմա դուրս ենք եկել, բա ես կողմից եկավ։ Հիմա գնում ենք Տիտան կամուրջ, անցյալ տարի էլ ենք եղել այդ կամուրջում, այս անգամ ես ու Գայանչիկն ենք որոշել անցնենք, չէ՞ կամուրջով։ Տենանք հլը ոնց կստացվի, անցյալ տարի չանցանք, որովհետև ամեն տարի անցնում էինք, ասեցինք այս տարի մի քիչ անհետաքրքիր է։ Հիմա տեսնենք, այս տարի եթե բաց եղավ, անպայման կանցնենք։ Դե լավ, գնանք հասնենք այնտեղից նորից կմիանանք ձեզ։ Այստեղ գտնվում է արջերի քարանձավը, անցյալ տարի երբ որ եկել էինք հաղթ, այստեղ գնացել ենք, այսինքն արջերի քարանձավի ներսում եղել ենք, ցավոք սրտի չեմ կարողացել նկարել, որովհետև մեզ արգելված էր ներսը նկարել։ Այստեղից է, հա, երևի բանը գնենք, տոմսերը գնենք, ես ու Գայանչիկն ենք այս անգամ անցնում, քանի որ ամուսինս վախեր ունի բարձրությունից, ֆոբիա ունի, մեկը իր հետ է մնում, ուրիշ ճանապարհով են գալիս։ Հիմա ես ու անցած անգամ ես ու Հայկոն ենք անցել, հիմա ես ու Գայանչիկն ենք գնում։ Նույնց էլ արև է։ Գնացինք տոմսերը, հիմա կանցնենք Գայանչիկի հետ այդ կամուրջով, հետադարձնել է այս տոմսերի մեջ մտնում։ Այնտեղ կար նաև, որ կարող ենք բարձրանալ նաև այս թուղմը, որը չուզեցինք, չէ Գայանչիկ, որտեվ պապայինք արդեն գնացել էին, ժամանակի կորուստ էր լինելու այստեղ որ բարձրանայինք, տոմսի մեջ էր մտնում, մենք չուզեցինք մենակ կամուրջը ուզեցինք, որ հասնենք իրանք են կողմով են գալու, ես ու Գայանչիկը կամուրջով ենք անցնելու։ Այդպես, հիմա հասնենք կամուրջի մոտ, նորից կմիանամ։ Գայանչիկս հերթի մեջ է,
Պետք է գանք ու այս կամուրջով գնանք, չէ, այստեղից լավ չի երևում, հստես նայեմ մի հատ։ Այստեղից դուրս են գալիս։ Հենց տիտան գրած է։ Լավ, գնամ այնտեղից կնկարեմ։ Սուպա, անցան։ Ոյ, այո, չի նկատի։ Հավես արի գային չի, քեզա պապայինք այն կոմով են գալու։ Խախոտ մարդկանց Խախուտ արի։ Մերոնք են։ Դուր ձեռդ։ դրամ անցկացնում։ Հա։ Also sie wach aus. Ora մարդիկ ոնց է ամենն ուզում սեսելի բանի հասկանում։ Կանչիկ։ Հավեսա չէ։ Nein. Doch։ Շատ հավես է, սա ես շատ եմ սիրում այս կամուրջը, այստեղ կանգնում են, մարդիկ նկարվում են, հավես։ Ընդմիջում են, էլի, այստեղ ընդմիջման տեղն է, որտեվ չի ճոճվում այս հատվածը։ Բայց ասա, որ այդքան վախենալու չի, գայանչիկ, չէ՞։ Դե ինքը ճոճվում է։ Ժողովուրդ ջան, չեք պատկերացնի, գայանչիկ ինչ վախերի մեջ է։ Հիմա ինքը այսպես վախեցած գալիս է, բայց իրանով էր խնդրել, որ գար կամուրջով։ Ճոճվում է անդրատ այս կամուրջը։ Սես բռնվելով գալիս է գայանչիկը, ճոճվում է։ Դեմ կամուրջերը մայն հետևից եկել ենք, բոլորը նկարվում են։ Իսկ գայանչիկին ասում եմ արի նկարվենք, վախենում։ Ստրեսի թակարան մամա ինձ։ Հիմա գնում ենք այս լիճը։ Կհիշեք, անցյալ տարի էլ էինք անցնում, ասեցինք գնում ենք այս լիճը ու այստեղ ռեստորան կար, գնացինք փակեր։ Հույս ունենք այս տարի բաց կլինի։ Ուպս։ Գոյչիկ ճոճվում եմ։ Ինձ է ճոճվում, գլուխս պտտվում։ Վերջում է տենց մեջտեղները չէր ճոճվում, գանջիկ, այս մեկ սկիզբը ճոճվեց, մեկ էլ հիմա։ Տենաս պապային կեկել են արդեն, այստեղ պետք է միանանք, արդեն վերջն է։ Հենց նոր գանջիկի հետ այստեղով անցանք։ Հիմա գնում ենք այդ ռեստորանը։ Էլի ցեխոտ շատ վատ ճանապարհ է, հիմա իջնում ենք ներքև, իջնելը կիջնենք, ասա հետ բարձրանալը կարողանանք բարձրանանք։ Բոլորը գնում են այսենց։ Չէ, երևում կամուրջը։ Դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք այս ցեխոտ ճանապարհով։ Բայց գեղեցիկ, ինչ սիրուն է։ Շատ սիրուն ճանապարհով գնում ենք։ Ցեխոտ, չէ՞։ Ոչինչ, լավ ցեխ է։ Nicht so meinst du. Also Հա։ nicht so. Nee, nicht so. Եկանք էլի փակ։ Ոնց որ թե մարդ չկա, այնքան շատ մարդ էին իջնում, հիմա ստե պետքա մարդկությունը շատ լիներ, լոդկաներ քշեին, լոդկաները հենա տեղում է, բայց մարդ չկա, փակ է, ոնց որ էլի այս տարի էլ է փակ։ Տխուր է, ամեն անգամ ուզում ենք գանք ստեղ ու փակ է լինում։ Բայց ոչինչ, հիմա նորից կամուրջով հետ պիտի գնանք։
Ես անգամ Հայկոյի հետ գայան չկվախենում ասեց, էլ չեմ ուզում։ Սա մի հատ գաղտնի տեղ էր, որ հաղթում գալիս էինք ու իջնում էինք ստեղ, շատ համով ձուկ են էլ այստեղ պատրաստում, գալիս էինք նստում էինք լճի ափին, ձուկ էինք ուտում, հետո դուրս էինք գալի, լոդկա էինք քշում, մի խոսքով հավես ժամանակ էինք անցկացնում, այն ժամանակները որ գալիս էինք, այս էլ երկրորդ անգամա գալիս ենք, փակա։ Երկար ճանապարհ ենք անցնում էլի, անտառով իջնում ենք, գալիս ենք, ստեղ ենք հասնում, բայց հենա մերանք ոնց որ գնում են, փակա։ Եթե բաց լիներ, հիմա ստե լիքը մարդ կլիներ։ Ոյ, դեռ էլի պետք է գնանք։ Չեք պատկերացնի ինչքան ենք անցել։ Ընթացքում ընդմիջում եմ, բարձրանում ենք, հետո նորից միացնում եմ, չեք տեսնում ինչքան երկար ճանապարհ ենք անցնում։ Շատ հավես է, բայց քամի է։ Ուй, շատ քամոտ է ու անտանելի շարժվում այս անգամ, անցնելուց, կանչիկ հետ գնալուց, այտենց չէր, Հայկոյի հետ վերադառնալուց անտանելի ճոճվում է, քամի է, Հայկո դրանից է։ Բայց լավ, արդեն հասանք, չէ, մեջտեղն ենք հասել, այն հատվածը, որ կանգնում են մարդիկ նկարվում են, ցույց տամ, ուղղակի քամին են կոմից է դրա համար եմ այսպես նկարում։ Սա մեջտեղի հատվածն է, հիմա ցույց տամ, որտեղ որ մարդիկ գալիս են այն կողմից եւ այս կողմից մարդիկ գալիս են, այստեղ կանգնում են, նկարվում են, քանի որ այստեղ չի շարժվում, ավելի ապահով այս հատվածը։ Մարդիկ կան, որ վատանում են, այստեղից կարող են իջնել, էլի, այստեղ հատված կա իջնելու։ Ես չի ասի դեզ իջնում են, դա այն բանն է, որ կարաս սկաս կախվես։ Հա։ Որ տեսանք մի անգամ դուք չտեսաք։ Տեսանք։ Ես պապան տեսանք, երես մեկը ասես կախվավ տակ ելնելա վերա։ Հա։ Տենց մի խոսքով հիմա արդեն հասանք, այն մեծ մասը անցել ենք, այս փոքր հատվածն է մնացել անցնել։ Չեք, եկա։ Դե քանի որ Տիտան կամուրջի մոտի ռեստորանը փակ էր, որոշեցինք գալ այստեղ ժամանակին ապխտած ձկներ էին վաճառում եւ շատ համեղ էին, բացի ապխտած ձկներից, այստեղ նաեւ վաճառում են կանաչ ոլորով ապուրներ, իրենց ավանդական ապուրն է։ Եկանք, հասանք, ցավոք սրտի ձկները չկար, միայն ապուրներ, իսկ մենք էլ ապուր չենք սիրում, իրենց պատրաստած այդ ավանդական ապուրը մեզ դուր չի գալիս, դրա համար որոշեցինք, որ այսօրվա մեր ընթրիքը իմ վրա է, ես պետք է պատրաստեմ։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տանն ենք եւ այսօրվա մեր ընթրիքը լինելու է մակարոն տոմատի սոուսով։ Կարծում եմ, որ համեղ կստացվի։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս խոհանոցում ամեն ինչ կա, ասես ցույց տամ էլի, բաժակ, ափսեներ, չգիտեմ էլի,
Բայց ես իմ հետ իմ ամեն բանը բերել եմ, այստեղ բերել եմ կաստուրկաներ, ամաներ, իմ իրերն եմ բերել, էլի ես տեղից չեմ օգտվում, նույնիսկ թեյնիկ կա, այսպիսի սուրճի ապարատ, տոստի ապարատ, ես ոչ մի բանից չեմ օգտվում, նախորդ անգամ էլ էի ասել, ես որ գնում եմ այնպիսի հյուրանոց, որտեղ որ խոհանոց կա եւ խոհանոցային իրեր, տեսնեք ինչ կա։ Գթալ, դանակ, պատառաքաղ ամեն ինչ կա, մաքուր է, բայց ես չեմ օգտվում, ես բերում եմ իմ հետ ամեն բան։ Հիմա սուրճ եմ պատրաստում, ուրեմն իմ էլեկտրական թեյնիկն եմ մոռացել բերեմ, բայց դե մենք հայ ենք ու դա խնդիր չի, այստեղ այսպիսի ամանի մեջ ջուր եմ տաքացնում ու սուրճ եմ պատրաստում։ Հիմա սուրճս պատրաստեմ, գնանք բալկոնում սուրճ խմենք։ Սուրճս պատրաստում, հատ այսպես բացեմ, որ սուրճը վերցնենք ու գնանք։ Իրականում մերոնք գնացին լողավազան, իրանց լողավազանի ժամներ ու ի ուրախությունից ես մնում եմ այստեղ մենակ, հանգստանում եմ, իմ համար վլոգ եմ անում։ Հիմա դուրս կանք մի քիչ ձեր հետ խոսամ, համեր սուրճս խմեմ։ Օ, ինչ դժվար է։ Հիմա ցույց տամ, թե ինչքան երեխաներ են դրսում, այս հյուրանոցի բնակիչներն են մեր պես, իրենց երեխաների հետ իջել են այստեղ, երեխաները զբաղվում են, այն կողմի վրա էլ կա խաղահրապարակ, մեծ խաղահրապարակ, այն ժամանակ որ եկել էինք, երեխեքը փոքր էին, մենք էլ էինք իջնում այստեղ, երեխեքը խաղում էին, այստեղ կա փոքր գոլֆի տարածք, գոլֆ էլ էինք խաղում։ Այստեղ եւ սուրճս եմ վայելում, ուզում եմ զանգեմ մի քիչ մերոնց հետ խոսամ, աչքս արժանալուց վեր չի անցնում, այդպես ինքան հավես լավ եղանակ այսօր։ Հիմա էլ կուզեի մի քիչ խոսենք այսօրվա հետ կապված, որ գնացինք կամուրջը ինչպես միշտ իմ համար շատ լավ է, ամուսինս բարձրությունից վախում է, ինքը չի գալիս, գնալուց կանչկետ եմ գնացել, հետ գալուց Հայկոյի, շատ վատ էր, որ իջանք ներքև, այդ ճանապարհը շատ դժվար անցանելի ճանապարհ է ու մենք գնում ենք հանուն այդ ռեստորանի, այնտեղ գնում էինք այն ժամանակները ձուկ էինք ուտում, համեղ ուտեստներ կար այդտեղ ու հետո լոդկա էինք քշում, մի խոսքով շատ հավես ժամանակ էինք անցկացնում, այս էլ երկու անգամ է այդքան ճանապարհը անցնում ենք գնում հասնում ենք այնտեղ ու փակ է լինում ու էլ դրանից հետո էլ հավես չի լինում էլի որ ինչ որ միտեղ գնալու գալիս ենք նստում ենք մեքենան, որտեղ արդեն հոգնած ենք լինում, այնտեղ որ իջնում էինք, նստում էինք, հաց էինք ուտում, հանգստանում էինք, արդեն վեր բարձրանալը հեշտ էր լինում մի փոքր, իսկ հիմա շատ վատ էր, հոգնած էինք, եկանք նստեցինք մեքենան ու եկանք ուղիղ մեր հյուրանոց, երեխեքը չուզեցին էլ ոչ մի տեղ գնանք, ճանապարհին ամուսինս կանգնեց, մի տեղ էլ կար, որ այն ժամանակները օգտվում էինք այդտեղից, այդտեղ ապխտած ձկներ էին վաճառում, կանգնեցին, դա էլ չկար, մենակ կանաչ ոլորով սուպեր, իրենց ավանդական, որը որ մենք չենք սիրում, ու այդտեղից էլ թողեցինք ու եկանք արդեն հյուրանոց, ես այստեղ տեսակ արդեն ճաշ պատրաստեցի, նստեցինք, ճաշեցինք, բայց երեկոյան կգնանք արդեն այստեղի քաղաքը ու կարծում եմ էլի լավ ժամանակ կանցկացնենք, այդպես սիրելիներս, այս էլ երկրորդ անգամն է, որ այդպես սենց են որ տրամադրություններս ընկնում է, գնում ենք, տեսնում ենք փակ է այնտեղ, դրա համար ենք էլի հենց այդքան ճանապարհը կտրում անցնում, գնում իջնում այդտեղ բայց էլ չենք անի այդպիսի բան, որովհետև արդեն հասկացանք, որ փակ է, ինձ թվում է, չի գործում, այստեղ շատ բաներ էլ չէր գործում, այն ժամանակվա հետ համեմատած։ Այդպես սիրելիներս, եկեք ես այստեղ ընդմիջեմ, սուրճս սառնա, սուրճս խմեմ, մի հատ զանգեմ մերոնց հետ էլ մի քիչ խոսամ, հետո որ գնանք քաղաք, նորից կմիանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տանից դուրս ենք եկել, քաղաքում ենք, քաղաքով զբոսնելիս նկատեցի, որ ամբողջ քաղաքը զարդարված է հեքսեներով, այսինքն չար կախարդի տիկնիկներով, չգիտեմ ինչ տոնի հետ է կապված, նոր ենք նկատում, որտեղ դեռ երեք ամբողջ քաղաքը զարդարված էր Սուրբ Զատիկի գունավոր ձվերով, նապաստակներով, ճուտիկներով, իսկ այսօր արդեն այսպեսի տիկնիկներով ազարդարված քաղաքը, այստեղ երեխաները համբուրգեր են ուտում, իրենց թողնենք այստեղ, ես ու ամուսինս գնում ենք մի փոքր քաղաքով շրջելու, ուզում ենք բարձենք տեսնենք ինչ տոնի կամ ինչի հետ է կապված այս
հեքսեների զարդարանքը քաղաքով մեկ, առաջ էլ երբ որ այստեղ եղել ենք, սուվենիրների խանութում վաճառում էին բրիլոկներ այս հեքսեների պատկերներով կամ կարող էր լինել ծառ, որը զարդարված էր այս հեքսեներով, բայց միշտ լուրջ չենք վերաբերել, որտեվ այսպիսի համատարած զարդարանք չկար, որտեվ ամեն հյուրանոց, խանութ կամ բակ զարդարված է այսպես այս չարկախարդի տիկնիկներով։ Այդպես սիրելիներից, հիմա ես ու ամուսինս գնանք մի փոքր շրջենք, այնուհետև նորից կմիանանք ձեզ։ Ժողովուրդ ջան, այդպես էլ չպարզեցինք ինչի հետ էր կապված այդ տիկնիկների զարդարանքը քաղաքով մեկ, որովհետև ոչ միայն Պաուն Լագեն այդպես զարդարված, այլև մեր Հոհեգայս հյուրանոցի հետ տարածքը, կարծում եմ վաղը կգնանք ինֆոկենտրոն, այնտեղից կճշտենք, թե ինչի հետ է կապված այս զարդարանքը։ Ինչևէ սիրելիներից, հիմա վերադառնում ենք հյուրանոց, գնանք մի փոքր էլ այնտեղ ժամանակ անցկացնենք։ Այստեղ իջել ենք ներքև, որպեսզի բիլիարդ խաղանք, բիլիարդի սեղանները զբաղված էր, որոշեցինք Uno խաղալ, մեր հետ կարդեր էինք բերել, մի քիչ Uno խաղանք, մինչև կազատվի բիլիարդի սեղանը, այնուհետև կգնանք բիլիարդ խաղալու։ Վերջապես բիլիարդի սեղանը ազատվեց, Գանչիկը անհամբեր էր սպասում, քանի որ ինքը սիրով է խաղում այս խաղը։ Դե ինչ սիրելիներս, եկեք ձեզ հրաժեշտ տամ, ուզում եմ վլոգս ավարտել, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։